Սելի ավադագիցներ, սելի հայորդիներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով եւ գողջունենք բոլոր անոնք, որոնք գեդևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN Get TV միջոցով։ Ուր որ եք Աստված օրհնեցես առողջ բահե, հավատքով բահե եւ իր գամքը օրհնյալն է։ Բավական ձանություններ ունենք մտքերնից ունենանք ավակ շաբաթը ավակ շաբթվա ավակին շաբթին ունենք սիրոնցիկ եւ սուրբ հաղորդություն ժամը 7-ին Իգրագի արևածագի պաշտամունքը վրդուգո парքի մեջ ժամը 7-ին է եւ Սուրբ Հարության պաշտամունքը ժամը 11-ին եկեղեցու մեջ։ Եվ դա եւ մտքերից ունենանք եկեղեցու դարեգան ժողովը, անդամական ժողովը դերի պիտի ունենա ապրիլ 12 գիրագի պաշտամունքեն հետ։ Անշուշտ պաշտամունքեն ետքը քանի վարգաներ պիտի խնդրեմ հոսմնակ մեր ընտանեկան ջամփարի family camp-ի առնչությամբ հստակացումներ, ծանոթություններ ունենք եւ հոկտեմբեր ամիսը եթե դեռ կյանք տա եւ շնորհ կնե մեզի մեր եկեղեցու դարեգան 47-րդ ամյակի ճաշկերույթն է։ Աղոթող եղեք եկեղեցին համար Աղոթենք ձեզ մերական ճյուրին համար։ Եվ ով մեկադեմ, որ գարիկ կա աղոթքի հաջեցեք լուր դար, աղոթքով զիրար գզորացնենք և դերոջը գամքը գխնցենք։ Այսօրվա հատվածը աստվածաշունչեն արտված է Հովանու ավետարան, ավետարան ըստ Հովանու, 6-րդ գլուխ առաջին 14 համարները։ Շատ ծանոթ հատված մնե։ Հիսուս 5000 անձեր կգերակրե։ Եվ այս հատվածը, այս հրաշքը նաև արձանագրված է մնացյալ 3 ավետարաններում մեջ։ Հետևինք Աստուծո խոսքին հավատքով։ Հիսուս Գալիլեայի, այսինքն Դիփերիայի ծովուն անթի կողմը գնաց։ Անոր ետևեն շատ ժողովուրդ կերտար, վասնզի կտեսնեին այն հրաշները, որոնք հիվանդներուն վրա գներ։ Հիսուս լեռը ելավ ու հոն նստավ իր աշակերտներուն հետ մեկտեղ։ Հրեաներու Զադկի դոնը մոտ էր։ Հիսուս երբ իր աչքերը վեր վերցուց ու տեսավ, որ շատ ժողովուրդ կուքար իրեն, ըսավ Փիլիպոսին. Ուրգե հաց ծախու առնենք, որպեսզի ադոն կուտեն։ Փիլիպոս պատասխան տվավ անոր, 200 թահեկանի հաց չի փավեր, որպեսզի ամեն մեկը քիչ մը առնե։ Իր աշակերտներեն մեկը, Սիմոն Պետրոսին եղբայրը Անդրեաս, Սավիրը։ Հոսպադանի մգա, որ 5 քարի է հաց ու 2 ցուգ ունի, բայց անոնք ինչպես պիտի փավեն այդ չափ մարդոց։ Հիսուս ասավ. նստեցուցեք այդ մարդիկը։ Հոն շատ խոտ կար, մարդիկը նստան թվով 5000-ի չափ։ Հիսուս հացերը առավ, կոհացավ եւ աշակերտերուն բաժնեց ու աշակերտերն ալ նստողներուն նույնպես ալ ցուգերեն ողջապոր ուզեցին։ Երբ կշտացան ըսավ իր աշակերտերուն, ժողվեցեք ավելցած գդորվանքները, որպեսի բանը չգործվի։ Ուստի ժողվեցին եւ 12 գողով լեցուցին այն 5 քարի հացերը մնացած գոդրդուկներ, որոնք ուդողներն ավելցան։ Իսկ մարդիկ երբ Հիսուսին դած հրաշքը տեսան, ասին ասիգա է ճշմարտաբես այն մարդկարեն, որ աշխարհ
պիտի կար։ Ամեն։ Սելավադագիցներ, մեծ բահքի ժամանակաշրջանին, այսօր մեծ բահքի 4-րդ գիրագին, բատմականորեն արևմտյան եկեղեցին մեջ, այս գիրագին գոչված է ուրախության գիրագի, որ առնված է լատիներեն, լեթերը պարեն, որ կնշանակե ուրախացիր։ Մեծ բահքի ժամանակաշրջանի գիսուն մեջտեղ, այսինքն ծանոթ է հայկական մեր շրջանակներուն մեջ, քրիստոնեական հայկական շրջանակներուն մեջ միջինք բառով։ Մեծ բահքի ժամանակաշրջանի գիսուն մեջտեղը միջինքին քրիստոնյա եկեղեցին բահմը գանք կառնե եւ աստուծմե գլսե հրամանմը։ Եսայա մարգարեություն 66-րդ գլուխ 10-րդ համար որ գսե ուրախացիր։ Ինչպես գիտեք, մեծ բահքը անաբադային ճամփորդությունն է։ Հիմնավորված, նշանավորված զղջումով, ապաշխարությամբ, ինքնակնությամբ եւ հոգեվոր բայկարով։ Բայց այսօր նաեւ գանցադառնանք, որ մեծ բահքը միայն մեղքի զղջում եւ վիշտ չէ, այլ փրկության ուրախություն։ Սերներ քրիստոնեական ապաշխարությունը երբեք հուսահատական չէ։ Քրիստոնյան գկալե դեպի խաչ, բայց հարության հույսով եւ խոստումով։ Խաչի ջամփան ուրախության ջամփա չէ։ Խաչի ջամփան ուրախության ջամփա գլա հավատացյալին համար եւ գկալե հարության հույսով եւ խոստումով։ Երբ մեր ժողովրդի պատմության նայենք, կտեսնենք, թե մեր ժողովուրդը, մեր հայացքի զավակները ծանր պայմաններ տեսավ, ցեղասպանություն, աքսոր, կամ բادرազմներ եւ ժողովուրդը սոված էր իր ունեցած գդորմը հացը իրարու բաժնելով դեր ողորմյա գերկեր։ Եվ այս է մեծ բահքի ուրախությունը։ Ուրախություն ոչ թե պայմաններու մեջ։ Ուրախություն դեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ այսօր պիտի անդրադառնանք ուրախանալ ճամփորդության մեջտեղը, ուրախանալ միջինքին։ Հիմնված գարտացված այս Հովանու հատվածին վրա։ Առաջին մարդկային անբավարարություն։ Գարտացինք եւ տեսանք այս հատվածին մեջ 5000 անց բազմությունը Հիսուսին գհետևին եւ գարիքը ահրելի է 5000 անց ոչ ուդելիք ոչ միջոցներ եւ ոչ ալուծում եւ Հիսուս աշակերտները Փիլիպոսին գարցնե ուզգե հատ ծախու բիդի առնենք որպեսի այս ժողովուրդը ուդե Անշուշտ Հիսուսի այս հարցումը հոգևոր ճշմարտությունը կբացահայտե։ Սերներ Աստված հաջող իր գործը կսկսի մեր անբավարարությունը հայտնելով։ Հատվածի մեջ կտեսնենք Փիլիպոս կսկսի հաշիվներ անել։ Անտրիաս գդադանի Աշակերտները միայն սագավություն կտեսնեն, քիչություն կտեսնեն։ Բայց մենք շատ հաճախ այսպես կապրենք։ Օրինակ, մեր հավատքը կչափենք մեր ուժով։
մեր ծառայությունը գչափենք մեր միջոցներով։ Եվ մեր հույսը գչափենք մեր պայմաններով։ Պայմանները ինչ են, ըստայն եմ հույս կունենամ կամ ոչ։ Բայց դերը նախ կհայտնեմ մեր անկարողությունը, որովհետեւ մենք վստահենք իր կարողության։ Նախ կհայտնեմ մեր անկարողը լալը, որովհետեւ վստահենք իր կարողը լալուն։ Ուրեմն մեծ բախը գսորվեցնե ինձի, քեզի, մեզ յուրաքանչյուրին նախ խոստովանել, թե մենք բավարար չենք։ Մենք ամենակարող չենք։ Միայն Քրիստոս բավարար է եւ միայն Տեր Հիսուս Քրիստոս կարող է։ Երկրորդ, փոքր նվերմը Աստուծո ձեռքերուն մեջ։ Աշակերտներն մեկ անցրիաս բադանի մը գտնե, որ 5 քարի է հաց եւ 2 ցուգ ունի։ Այսինքն այդ օրվա համաձայն աղքատ մարդումը ջաշը։ Աննշան, չափով քիչ եւ գսե։ Բայց անոնք ինչպես պիտի փավեն այդ չափ մարդոց։ Հազիվ մեկ անց գրնաուդեր։ Եվ խոսքը դեսնենք այս բատմության շրջադարձային պահը։ Հրաշքը սիրելիներ, Աստուծո հրաշքը առադութենեն չսկսիր։ Հրաշքը գսկսի երբ փոքր ընձան գահանցնվի Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ խոսքը դեսնենք աստվածապանական ճշմարտությունը։ Սիրելիներ, Աստուծո տնտեսությունը մեր տնտեսութենեն դարբեր է։ Աստուծո էկոնոմին եւ մեր էկոնոմին նույնը չէ։ Եվ հիշենք Մովսեսի կավազանը, Դավիթին Բարսադիգը, Երրորդ թագավորացի մեջ Սարեպտայի որբևարին այրի գնոջ ապմը ալյուրը։ Եվ այս բադանին փոքր ջաշը, քանի մհաց, քանի մցուկ, բոլորը փոքր, Աստուծո ցերքին մեջ դարձան մեծ։ Սելիներ ասված չի հարցներ բավարար չափով ունիս, ասված կհարցնե գուդաս այն ինչ որ ունիս։ Ասված չի հարցներ բավարար չափով ունիս, ասված կհարցնե գուդաս այն ինչ որ ունիս։ Միշտ հիշենք, Աստուծո շնորհքը կբազմապատկե այն ինչ որ հոժարությամբ կհանձնենք իրեն։ Հոժարությամբ կհանձնենք իրեն։ Երրորդ, Քրիստոս կյանքի հացը։ Տեր Հիսուս հացերը գարնե, կոհություն կմատուցանե եւ կփաշտե։ Սրելեր այս արարքը ծևով մը կմատնանշե վերջին ընթրիքը։ Խաչը եւ եկեղեցվո հաղորդական կյանքը։ Հովհաննես ավետարանիչ տալ գարցեք կբացրաստե մեզ Տեր Հիսուսի քալիք հայտարարության, որը սավ ես եմ գենած հացը։ Իրականության մեջ այս հրաշքը միայն ջաշ ապահովելու հրաշքը չէր։ Այս հրաշքը ինքնության հայտնություն էր, որտեղ Հիսուս Քրիստոս է իմ քու մեր հոգին գերագուրը, ճշմարիտ մանանան եւ մեր հոգին սնուցիչը։ Ուրեմն մեծ բախի ժամանակաշրջանին մենք կհիշենք եւ պետք է հիշեցնենք նաեւ, այսինքն
միջինքին հատկապես, պետք է հիշենք և հիշեցնենք, թե մարդ միայն հացով չապրիր, այլ հարուցյալ Քրիստոսով։ 4. Շնորհքի արադությունը։ Այդ փոքր ջաշը բաժնվեցավ, բոլորը գերան, գշտացան, կոհացան և 12 գողով ավելցավ։ Սերներ, այս միայն բավարարություն չէ, հորդող շնորհք է։ Հիշենք, թե Աստուծո ապահովումը երբեք նվազագույն չէ։ Աստված երբ գաբահով է, նվազագույնը չապահովեր։ Միշտ արադություն է։ Աստուծո ողորմությունը բաժնե մասերով չի դրվի։ Միշտ ավելիով Աստված գողորմի։ Եվ Աստուծո ներողամտությունը չափված չէ, շատ է։ Հիշեմ Հալեբի պատերազմի օրերում, և շրջափակումի մեջ էինք, եկեղեցին շրջափակումի մեջ, և այդ շրջանը շրջափակումի մեջ, շուգան ուտելիք չկար, տրամ ունեինք, բայց ապրանք չկար։ Ադեներ գսենք, տրամ ամեն բան գնե, գխապվիկ, այդպես չէ, տրամ ունիս, բայց ապրանք չկա շուգան։ Տրամը չներ ամեն բան։ Եվ փոքրելու ծրագիրներ կունենայինք, և մտահոգված կլայինք, թե ինչպես այս փոքրելուն ջաշ պիտի ապահովենք։ Հետաքրքրական էր, որ ամեն անգամ, որ ծրագիր կնեինք, և ջաշի պատրաստության անդամներ, առաջնորդներ կսկսեին մտածել, մտահոգվել, չակնկալված ցևով Աստված ավելիով գործներ և ջաշ կավելնար։ Ինչպես չեմ գիտեր։ Ինչ ցևով չեմ գիտեր։ Մեր խելացիությամբ ոչ։ Միայն գիտեմ Աստուծո շնորհքն է։ Եվ Աստուծո շնորհքը երբեք քիչ չի եղած։ Աստուծո շնորհքը արադ է, գոհորդի։ Հովիվ մգայցել էր Արկադիկ գյուղը և գրեթե սովամահության, սովահար վիճակների մեջ։ Երեխամը իր ունեցած միակ գեց հացին գդորմը հովիվին գուտա։ Երբ կարծնե ինչու գուտաս։ Գսե եթե քովս բահեմ շուտով պիտի վերջանա, բայց եթե բաժնեմ Աստված կրնազայն կործածել։ Այս է Աստուծո թագավորության դրամապանությունը։ Մեր հաշիվները իր հաշիվներուն չի նմանիր։ Եվ մեծ բարգի հարցումը այսօր, ինչ կա ձեռքերուդ մեջ, ինչ ունիս ձեռքերուդ մեջ։ Եվ այս հատվածը այսօր հետևյալ հարցումները կհարցնե։ Առաջին, ուր կտեսնես միայն սակավություն, քիչ, ուժերուդ մեջ, ընտանիքիդ մեջ, եկեղեցիիդ մեջ, ծառայությանդ մեջ, աբակայիդ մեջ։ Հիշենք, սիրելիներ, մեր Տերը Հիսուս Քրիստոս հնարավորություն կտեսնե այնտեղ, ուր մենք սահմանափակում կամ սակավություն կտեսնենք։ Երկրորդ, ինչ փոքր նվեր կբահես և չես հանցներ դեր Հիսուս Քրիստոսի։ Ժամանակդ, ապաշխարությունդ, աղոթքդ, հնազանդությունդ, հավատքդ, ծառայությունդ, մեծ բահկը գոչ կնե, ինչ որ փոքր բան չես հանցնած,
թիր Քրիստոսի ձեռքերուն մեջ։ Երրորդ գվստահիս թե Քրիստոս բավարար է, ոչ թե չանքդ, ոչ թե միջոցներդ, ոչ թե արդարությունդ, ոչ թե կարողությունդ, ոչ թե հարստությունդ, ոչ թե խելացիությունդ, ոչ թե իմաստությունդ, այլ միայն Քրիստոս գվստահիս եւ մեծ բախքի միջինքին ուրախությունը ինչու այսօր գուրախանանք որովհետեւ հացի ցուգի դեր Հիսուսի հրաշքը մեզի գահիտնե թե Աստված մեզ գերակրե անաբադին մեջ եւ դեր Հիսուս Քրիստոս է ճշմարիտ հացը եւ իր շնորհքը շատ մեծ է մեր քիչեն սագավութենեն եւ այս հատվածը գմատնանշե խաչ 5000-ի այս հրաշքը գմատնանշե խաչ ավակ ուրբաթին հոնգդեսեն Քրիստոս հաց չէ որ պիտի դա այլ մարմինը գուտա ցուկ չէ որ պիտի դա իր արյունը գուտա եւ ոչ միայն 5000-ին համար այլ ամբողջ աշխարհին համար ուրեմն սիրելիներ բազմության գերագրումը նշան մնե խաչը գադարումն է եւ Քրիստոսի հարությունը հավիտենական խնջույքն է Եզապագենք մենք Քրիստոսի մոտ գուքանք ժողովրդին նման սոված, քաղցած, անոթի, դգար, անօգնական, տադարկ եւ Քրիստոս կսե «Փեր ինչ որ ունիս» երբ մեր փոքր հավատքը իր ձեռքերուն մեջ տնենք գուտա մեզի առատ կյանք ուրեմն մեծ բախքի այս միջինքին հավատացյալը ուրախ կլա ոչ թե որովհետև ջաշ ունի եւ կամ ուժեղ է այլ որովհետև դեր Հիսուս Քրիստոս բավարար է եւ հավատացյալը ուրախությամբ կվգայե ոչ թե որովհետև շատ բան ունի այլ որովհետև դեր Հիսուս Քրիստոս ամեն բան կբարգեւե եւ իր շնորհքը հերիք է ինձի քեզի ամեն մեկուս Եվ այս հավատքով, այս ուրախությամբ է որ գբացաստվինք ավակ շաբթվան եւ հարության տոնին։ Ուրախ եղեք Քրիստոսով սիրելիներ եւ միայն Քրիստոսն է որ մեզ ուրախություն կտա իր փառքին համար։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք բոլորս միասին ոտքի վրա
Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս։ Ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը Սուրբ Հոգին, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը, զորությունը, ուրախությունը ձեր բոլորին հետ լա։ Գացեք խաղաղությամբ։ Ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բահե եւ պաշտպանե ձեզ։ Հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։